Պապ, ինչ ես անում։ Լսի, դու ոնց կարաս ինձ հակառակվես։ Այսինքն, պապ։ Ուրիշ գյուղի անուն չգիտես։ Ուրիշ աղջիկ չես տեսել կյանքում կամ չես տեսնելու։ Ինչ ես ընկել այդ աղջկա հետևից։ Նեցեք մտերմացել իրար հետ արդեն պաչիկներ եք իրար ուղարկում, արա։ Հա, բայց ինչ կա դրա մեջ։ Ինչ վատ բան եմ արել, պապ։ Ես այդ աղջկան հավանում եմ, ինքը ինձ դուր է գալիս, չես հասկանում։ Ոնց որ առաջի անգամ եմ գնում աղջկա հետևից։ Ինչ ա եղել, ինչ ա կատարվում քո հետ, կարամ հասկանամ։ Երբեք իմ քայլերը քեզ չեն անհանգստացրել։ Արա, այս անգամ ուրիշ է։ Հա, բայց ի՞նչն է ուրիշ։ Դու ոչ մի բան չես ասում ինձ։ Ես ոչինչ չեմ հասկանում քեզնից։ Արգելված պտուղը միշտ էլ քաղցր է, չէ՞։ Հա, բայց ինչի է արգելված։ Ինձ այդ հարցն է տանջում։ Որ քեզ բան եմ ասում։ Մի քննարկի հետս, ուղակի արա։ Կլինի։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան, հերու տղա խոսում ենք։ Ինձ թվաց վիճում եք։ Թեկուզ վիճում ենք։ Պիտի անպայման միջամտես։ Ամեն ինչ նորմալ է, մամ ջան։ Հորքուրիդ գտակ։ Մամ ջան, արի ներս գնանք ցուրտակը մրսես, համել հասկանանք Անետի հետ կապված ինչ ենք անում։ Հələ ասա տեսնեմ ինչ էր ուզում պապատ քեզնից։ Մամ, նորմալ է, բան չկա։ Ինձ նայի։ Ինչ էր ուզում։ Մի աղջիկ կա, իմ դուրը շատ է գալիս։ Իսկ պապան դեմ է։ Ինչի համար է դեմ։ Այդ հարցի պատասխանը, որ իմանամ, իմ համար էլ լիքը բան պարզ կլինի։ Երևի ոչ մի պատճառ էլ չկա։ Ուղղակի ինքը սիրում է ինքնուրույն որոշումներ կայացնել ու հետո այդ որոշումները ուրիշներին պարտադրել։ Եթե այդ աղջկան սիրում ես, մի հանձնվի։ Մինչև վերջ պայքարի, ես էլ քո հետ եմ։ Ուզում եմ իմանամ ով է, թե արդեն գիտեմ։ Կիմանաս։ Ես երբ մեծացա սիրահարվել։ Բարև Սեմ, ոնց ես։ Շնորհակալ եմ, չեմ մեռի։ Ինձ տենց Մինայի անհանգստացավ, ասաց, որ պիտի գա քեզ անձամբ տեսնի։ Մեր դրա ժամանակը չի մի հատ են դեղը բեր, ջերմում է։ Շնորհակալ եմ, որ եկել ես, բայց ամեն ինչ նորմալ է։ Սա խմի, բժշկուհին ա խորհուրդ տվել։ Այո, վերցրու։ Հեսա շատ արագ ջերմությունդ կիջնի։ Պապայինք քեզ առողջություն էին մաղթում, Սեմ։ Շնորհակալ եմ։ Ես ու իմ ընտանիքը ոչ մի կերպ չենք կարողանում համակերպվենք այն փաստի հետ, որ չենք շփվում։ Ախր մենք մի ընտանիք ենք եղել։ Սեմ, ես ուղղակի վստահ եմ, որ դու կգտնես քո կյանքի իրական կեսին։ Իսկ ինչ վերաբերում է իմ արածին, որ ասել եմ իբրև նշանածս ես։ Մոռացի դրա մասին։ Կներես, ես չպիտի նման բան անեի։ Ուղղակի այդ պահին իրանից ազատվելու միակ ձևը դա էր։ Էդ լավ է, որ որոշել ես ազատվել դրանից։ Սեմ, հեսա շատ արագ ջերմությունդ կիջնի։ Շնորհակալ եմ։
Հորքուր ինչի ես լռում։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ես քեզ առաջարկում եմ ինձ հետ Մոսկվա գալ, բայց քո կողմից ոչ մի ոգևորություն, ոչ մի բան չես ասում։ Ես չեմ կարող քեզ հետ գալ։ Ինչի՞։ Էդ ինչի՞ չես կարող իմ հետ գաս Մոսկվա։ Դու քո ընտանիքն ունես։ Իսկ Աննան ավելի մեծ ընտանիք ունի, բայց դու նախընտրում ես իր հետ ապրել։ Չէ։ Ես քեզ հետ չեմ կարող գալ։ Ու դու շատ լավ գիտես թե ինչի։ Չեմ հասկանում, Հորքուր։ Չնայած հասկանում եմ, ինչպես միշտ ընտրությունդ Աննան է, ոչ թե ես։ Ուղղակի հետաքրքիր է, էլի։ Այդ ո՞նց է կարաս իր հետ ապրես, իմ հետ չէ։ Չի պատասխանում։ Մամ, բայց ինչի՞ է տենց բան արել։ Թե մեր տանը ոչ մեկ բացատրություն չի կարում տա։ Ով ինչ ուզում անում է։ Մի բան է պարզ, որ խնդիրը մամայի մեջ է։ Ինչի մաման կարա ինչ-որ մեկի համար խնդիր էլ ստեղծի։ Փաստորեն։ Ճիշտ է, ես հորաքույր Անետին շատ եմ սիրում։ Այսօր էլ տանը չի սոված ենք մնացել։ Բայց մորս խաթրին ոչ մեկի չեմ թողնի կպնի։ Մամ, իսկ կոնկրետ ինչն է ստիպել հորաքույրին գնալ տանից։ Բալես մի փոքր վիճել էինք իմ քրոջ հետ կապված, բայց չէի մտածում, որ դրա պատճառով տնից կգնա։ Այսինքն վեճի պատճառը հորաքույր Լիլիթն է։ Վեճի պատճառը այն մարդն է, ում երբեք չենք տեսել։ Ես մտածում եմ, որ հիմա հորքուրը իր հետ է։ Լավ, ես դուրս գամ։ Շարունակեք փնտրել իրան։ Եթե չգտնեք, կհասնեմ օգնության։ Քո սիրելին Աննան է, բայց ես չեմ ուզում, որ իմ պատճառով հայտնվես փողոցում։ Չէ, դուք երկու քուր ընկեր եք իմ հետևից։ Նա ասում է Լիլիթին ես շատ սիրում, դու ասում ես Աննային ես միշտ պաշտպանում։ Չեք հասկանում, որ երկուսդ էլ իմն եք։ Երկուսիդ էլ սիրում եմ։ Լավ, ասենք չես գալիս ինձ հետ Մոսկվա։ Այստեղ ո՞նց ես ապրելու։ Ինչ ես անելու, եթե Աննայի մոտ վերադառնալու միտում չունես։ Չնայած ասեմ կասկածում եմ։ Դու հանգիստ եղի։ Ես խնայողություններ ունեմ։ Դրանցով կապրեմ մինչև աշխատանք կգտնեմ։ Լավ էլի Հորքուր։ Ոնց ես սիրում ամեն ինչ բարթացնել։ Ամբողջ կյանքդ տենց ես ապրել։ Դրա համար ամուսնանալու ու քո սեփական ընտանիքն ունենալու փոխարեն այդ Աննային ու իր երեխեքին ես դայակություն անում։ Դե ապրես։ Շնորհակալ եմ գնահատականիդ համար։ Հորքուր կներես, ես չէի ուզում քեզ վիրավորել։ Ուղղակի ուզում եմ աչքերդ բացես։ Դրա համար շատ ուշ է։ Չսովորեցիր ճիշտ ապրել, Հորքուր։ Նայես թե ճիշտ ապրելը ու ոնց է հասկանում։ Շատ հին է մտածելակերպդ։ Հիմա ամեն մարդ ձգտում է երջանիկ լինել, ու կարևոր չի թե ոնց։ Դու երջանիկ ես։ Էն էլ ոնց։ Ուրեմն որևէ մեկի կյանքի մեջ մի մտի ու մի խաթարի։ Գնա քո Մոսկվան ու քո երջանկությամբ ապրի։ Լավ։ Կգնամ, Հորքուր։ Ուղղակի դու գիտես ես ինչի եմ այստեղ ու ում ցանկությամբ եմ այստեղ։ Մտածմունքս հիմա դու ես։ Չեմ կարող քեզ թողնեմ իմանալով, թե իմ պատճառով ինչերի միջով ես անցնելու։ Չպատասխանես։ Թե արդեն երկու անգամ իրար հետևից զանգեցին, թուլացար, ամեն ինչ մոռացար։ Չէ, այն ժամանակ Աննան էր զանգում, իսկ հիմա Ֆայնան է։ Երախո զանգին չպատասխանել չեմ կարող։ Վայ, երևի տնով քաղցած են մնացել կամ էլ տկլոր։ Պետքա գնաս, հասնես, օգնես, ամեն ինչ անես, որ իմանան ոնց հագնվեն, ինչ ուտեն։ Ալո։ Հորքուր ջան, ուր ես գնացել։ Ոնց եք բալես։ Չփոխվեցիր էլի։ Լսում ես։ Մենք առանց քեզ չենք կարող, ինչ կլինի, տուն արի։
Մի արա։ Ինձ վատ դրության մեջ մի դիր։ Ես չեմ վերադառնա։ Դու չես կարող չվերադառնալ։ Որտեղ ես տեղը տասա, մենք հենց հիմա գալիս ենք։ Ու չասես, չէ, որովհետև ես չեմ հանգստանա, մինչև քեզ չտեսնեմ։ Կբացատրես ինչի համար ես գիշերվա կեսին տնից գնացել, ինչ ինչ-որ բան ունես թաքցնելու։ Մամու, ինչ ես խոսում։ Տես, որ ասում էի դեղը շուտ կօգնի։ Ոնց որ լավ թեթևաց է։ Ինձ թվում է քեզ նաև օգնեց Անգելինայի ներկայությունը։ Դե լավ, ես դուրս կամ։ Սպասիբ, ուր ես գնում։ Մնա կգնաս։ Ճիշտ է։ Մնա հաց կուտենք, հետո կգնաս։ Չէ, պիտի քաղաք գնամ։ Քեզ առողջություն սեմ։ Կարամ հասկանամ ինչի համար ես ինձ զանգում։ Ես լավ եմ, դու ոնց ես։ Տեր իմ Աստված, նույնիսկ հեռախոսով խոսելուց ես ցինիկ։ Ձեր տան մոտ եմ։ Ես մտնեմ, թե դու դուրս կգաս։ Ոնց թե մեր տան մոտ ես։ Դու էլ նկատեցիր, որ զանգից հետո Անգելինան խառնվեց։ Թե մենակ ես եմ նկատել։ Ասենք թե նկատեցի, հետո ինչ։ Կարող է հարցնեի ով է զանգում, որ մի հատ էլ տես խոճապի ես մատնվել։ Արդեն վտանգավոր է դառնում ձեր կալկնալը։ Հերդ կասկածներ ունի, եկել էր մեզ մոտ, ինձ էր հարցաքննում։ Հերս արդեն դուրս է գալիս մեր կատարած հանցանքի հետքերին։ Մեր չէ, քո։ Խոսիր հորդ հետ։ Ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, միայն թե նենց արա, որ նա էլ մեզ չհետապնդի։ Դու ոչ թե հորս հետապնդումներից պետք է վախենաս, այլ տղուս հետապնդումներից։ Լակոտը հրաժարվել է դպրոցի տարածքը իրենով անելու հիվանդ մտքից։ Փոխարենը աղջկանից հետ չի հրաժարվել։ Ինչ մարդ ես դու։ Վտանգավոր։ Ճիշտ ասած, ես ինքս էլ դեռ չեմ բարձել ինչերի եմ ընդունակ։ Եկել ես, որ ինչ անեմ։ Մենք մեզ համար հանգիստ ապրում ենք, մինչև որ դուք եկաք, մտաք մեր կյանքը և փոթորկեցիք այն։ Երևի կյանքն է իր դաժան խաղերը խաղում մեր հետ, մեր ճանապարհները անընդհատ խաչվում են։ Խոսա աղջկադ հետ, թող հեռու մնա Հենրիից։ Լավ կանես դու քո լակոտի ոտքը կտրես մեր գյուղից։ Փորձել եմ, չի ստացվում։ Հիմա արդեն քո հերթն է, որ խոսաս աղջկադ հետ։ Խոսեմ, բայց ոչինչ չեմ խոստանում, որովհետև ոնց որ զորով կապ ստեղծեմ, որովհետև իմ աղջիկա և քո տղայի մեջ ոչինչ չկա։ Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվես, վտանգավոր գոտի ենք մտել։ Պետք է ամեն ինչ անենք, որ իրանց հարաբերությունները չշարունակվի, ոչ էլ զարգանա, որևէ ընթացք չպետք է ունենա։ Արի թեյն էլ խմենք ու գնանք։ Չէ։ Աննան գալիս է։ Կհանդիպեք, կզրուցեք, հետո նոր կգնանք։ Ու հիշիր, որ քեզ նորմալ պահես։ Ոչ մի ավելորդություն թույլ չտաս։ Տեսնել Աննային ու հունից դուրս չգալ բարդ բան է, բայց կփորձեմ։ Եթե ես հրաժարվեի հանդիպումից, Աննային կթվար, որ մաքուր չեմ։ Ու այդպես մի շպտա։ Օրքուր, դու շատ ուժեղ քաղաքական գործիչ կլինեիր։ Բերանիդ ոչ չափ կա, ոչ բանալի։
Երեխոս ինչի ա բերել։ Ոնց որ կենացները գնալով քաղցրանում են։ Որքու։ Երեխուն ինչի ես բերել։ Ես իմ աղջկանից գաղտնիքներ չունեմ, եթե դուք ունեք, էդ ուրիշ բան։ Բարև ձեզ։ Բարև, ես քո կորած մորաքույրն եմ։ Եկեք գիտեք ինչ անենք։ Արի մենք դուրս գանք, թող իրենք մնան զրուցեն։ Չէ, ինչի։ Ես ուզում էի, որ մենք բոլորս զրուցենք ու վերջապես հասկանանք իրար։ Դու չես հասկանում, որ հորքուրը հանդիպեց քեզ հանուն աղջկատ։ Արի հա, արի բոլես, արի մենք դուրս գանք։ Մորաքույր, բայց ես ուզում էի ծանոթանալ մորաքրոջս հետ։ Կծանոթանաս, հետո անպայման կծանոթանաս։ Ինչ որ բան պատվիրեմ ուտես, ոնց հասկացանք գրիլյանում ամեն ինչ շատ համեղ էր։ Իսկ դու մի տեսակ հալից ընկած ես։ Հանգստացի, հա։ Հետ նստի մենք պիտի խոսենք։ Իսկ ոչինչ, որ ես ցանկություն չունեմ քո հետ խոսելու։ Ոնց եմ սիրում, որ բերանիցս բառը դուրս չեկած անում ես։ Կարող եմ իմանալ ինձնից ինչ ես ուզում։ Ընդամենը ուզում էի քեզ տեսնեի։ Ինչի համար ախր, ինչի համար, պատճառը որն է, կարամ հասկանամ։ Բայց ինչ անջիգար աղջիկ դուրս եկար։ Պարզ չի, որ կարոտում եմ։ Քեզ ինչ լեզվով խնդրեմ, որ ինձնից հեռու մնաս։ Ախր լեզուդ խնդրում է, աչքերդ կանչում են։ Հիմա ես որ մեկը անեմ։ Չէ, ավելի լավ է ես ուղղակի սոսոփուս գնամ տուն։ Բայց պետքա թողնեմ, չէ՞ որ գնաս։ Հեչ սիրտդ չի ցավում, որ ինձ մերժում ես։ Լս ինձ Սեմենս տնից հանեցիր, բերեցիր ստեղ, որ հիմար խոսաս։ Բայց իրոք, այդ Սեմենս տուն ոնց որ շուտ-շուտ ես գնում։ Կարող ուզում ես իսկականից հետը նշանվես։ Խանդում եմ, գիտես։ Բայց ախր դու իմ ինչն ես, որ ինձ խանդես, դու ով ես իմ համար։ Չգիտեմ ով եմ, բայց ուզում եմ կարևոր մեկը դառնամ քո կյանքում։ Հորքուր, բայց ես չհասկացա ինչի դուրս եկա։ Ախր կարող էինք մնալ բոլորով շփվել։ Չէ, բալես։ Ես դա արեցի, որ իրանք երկուսով մնան միասին շփվեն։ Ես չեմ հասկանում, ինչի է մամայի ու քրոջ հարաբերությունները այդքան վատ։ Կարելի ասել հարաբերություն չկա այդտեղ։ Ես չեմ ուզում իրանց հարաբերությունների մեջ մտնեմ։ Դու էլ դա մի արա։ Հա բայց ինչի է դա կապված այդ ամեն ինչը։ Հորքուր նորմալ չի, որ ես իմ մորաքրոջը նախ առաջին անգամ եմ տեսնում, երկրորդ թույլ չտվեցիր անգամ երկու բառ շփվեն հետը։ Բալես։ Լավ այդ ամեն ինչը մի կողմ։ Դու ինձ ասա ինչի էր տանից գնացել։ Ուղղակի ուզում եմ մի քիչ առանձին ապրեմ։ Ուզում ես ասես հոգնել ես մեզնից։ Վայ չէ, բալես։ Ես ոնց կարողա ձեզնից հոգնեմ։ Իրականում դու ու մաման կոնֆլիկտ ունեք հորքուր։ Ու այդ բարձից էլ բարձա։ Ես չեմ հասկանում ինչի է այսքան անարդար, որ արդյունքում մենք ենք տուժում։ Կամ դու հիմա ինձ հետ վերադառնում ես տուն, կամ ես էլ չեմ գնում հորքուր։ Բայ։ Հա, երդվում եմ հորքուր։ Հիմա ընտրի, կամ դու ինձ հետ վերադառնում ես տուն, կամ ես քեզ հետ գալիս եմ, չգիտեմ ուր։ Զարմանում եմ քո մեջ որտեղից այդքան մաղթ։
տարիները անցնում են, բայց դու չես փոխվում։ Փոխանակ ես քո հանդեպ թույնով լցված լինեմ, մի հատ էլ դու ես իմ հանդեպ թույնով լցված։ Դու էլ ես իմ հանդեպ մաղձով լցված։ Սխալվում ես։ Իմ մեջ վիրավորանք կա, ցավ կա, բայց մաղձ չկա։ Հերիք չի դու պապան իմ կյանքը դժողքի վերածեցիք, մի հատ էլ վերջում հրաժարվեցիք ինձնից։ Այդ ես պետքա ձեր վրա խաչ քաշած լինեի, ոչ թե դուք իմ։ Դու ես մեղավոր։ Այդ քո ընտրությունն է։ Իսկ ես ընտրության հնարավորություն ունեի։ Ունենայիր, ով էր ձեռքդ բռնել։ Գիտես ինչ կա, քոպես հիմարներն ու վախկոտները միշտ ուրիշներին են մեղավոր հանում, որ ջրից չոր դուրս գան։ Ինչ ասեմ, կներես, որ քո նման ստոր չեմ եղել։ Վայ, ոնց հրեշտակ կայիր, տենց էլ մնացել ես։ Գիտես, մենակ հիմա դեմքդ ավելի թթված։ Մեկը չկա քեզ հարցնի, այդ ինչից ես տենց դժգոհ, թագուհու պես ապրում ես, չնայած ասեմ, արժանի չես։ Ուրիշի երեխուն կրծքիդ գնացի շախունցների տուն ու դարձար հարգված օրինավոր հարս։ Ես չէի վարվում շախունցների հարսը դառնալու ցանկությունից։ Մենակ թե հիմա այդս է վարվում քո ապտակից։ Ու եթե հիմա ես չգնամ, դու վարվելու ես ու մոխիր դառնաս։ Պապ, հետևում ես ինձ։ Նստի ավտոն հետևիցս քշի։ Դեռ կհանդիպենք։ Ուրեմն սրա համար էի շտապում։ Չգիտեի, որ ստել գիտես։ Ինչ ես խոսում, Մերի։ Անմեղ ու անտեղյակ մի ձևացի։ Ես դուրս եմ եկել քո հետևից ու տեսել եմ, թե ինչ ջերմ էի շփվում քաղաքի հարուստ տղայի հետ։ Ես եկա, արդեն ինքը այստեղ կանգնած էր։ Ու հանկարծակի չես եկել, չէ՞։ Մերի։ Որովհետև դու զանգ ստացար ու գլուխդ կորցրած մի անգամից դուրս եկար մեր տնից։ Ես չեմ հասկանում, ինչի համար այս խոսակցությունը, ինչի ես իմ հետ վիճում։ Քո սխալ ու անարդար պահվածքի համար, Անգել։ Եղբայրս հաստատ արժանի չէր ես վերաբերմունքին։ Ես ուղղակի հիասթափված եմ։ Չէ, Մերի, դու սխալ ենթադրություններ ես արել ու դրանց հիման վրա էլ ինձ մեղադրում ես։ Ինչը ճիշտ չի։ Ճիշտ չի ստելն ու խաղալը։ Այսքանը ես ավելացնելու բան չունեմ։ Մերի։ Ոնց կարաս դու այդքանից հետո գաս ստեղ ու դրա հետ հանդիպես։ Ինչ ես մտածում ամեն անգամ ին վրա ձեռնոց շպրտելով։ Ինչի ես մտածում, որ ես քեզ ձեռնոց եմ նետում։ Իսկ ոնց կբացատրես այս ամեն ինչը։ Ես քեզ քանի անգամ ասացի, մոռացի ես գյուղի մասին։ Գյուղը արդեն մոռացված է։ Ինձ աղջիկն է հետաքրքրում։ Հələ մի հատ է կրկնի։ Ես գյուղ եմ եկել Անգելինայի համար։ Ինքը ինձ դուր է գալիս։ Լսի, դու կարող ես պարապես մնացել զբաղմունք ես ման գալիս քեզ։
Չեմ հասկանում, ինչ ես ինձ այտենց անլուրջ ընդունում։ Ես քո համար զբաղմունք կգտնեմ, կամ մի հատ նորմալ ընկերուհի կգտնեմ։ Այս կողմերում այլևս չերևաս։ Պետք չի։ Ուրեմն կշարժվես իմ ասածով։ Ես քեզ թույլ չեմ տա կյանքում իմ ասածը ոտի տակ գցես։ Ես սիրահարված եմ այդ աղջկան ու չեմ պատրաստվում հրաժարվեմ իրանից։ Դու կարող ես իմ ձեռով գնաս, տղա ջան։ Իսկ քեզ ի՞նչն է խանգարում։ Ես, իմ զգացմունքները, թե իմ կյանքը։ Այդ աղջկա դեմ ինչ ունես։ Գոնե մի հիմնավոր պատճառ ասա, որ հասկանամ ու կարողա մտափոխվեմ։ Սա քո տունն է, Անետ։ Ու դու այստեղից ոչ մի տեղ չես գնալու։ Իմ սիրուն աղջիկ։ Չես էլ պատկերացնի, թե խոսքերդ ինչ հուզիչ ու պարտավորեցնող են։ Դու շատ թանկ ես մեզ համար, Անետ։ Ու չես պատկերացնի առավոտյան ինչ իրար անցում էր, երբ տանը չէիր։ Փաստորեն ձեզ նեղություն եմ պատճառել։ Ինչ ասեմ, կներեք։ Ներողություն խնդրելու փոխարեն խոստացի, որ էլ մեզ երբեք մենակ չես թողնի։ Իմ աղջիկ։ Անետ, ու խոստացի, որ կասես ինչի մաման ու մորաքույրը չեն շփվում, որովհետև ես վստահ եմ դու գիտես պատճառը։ Ինչ լավ է, որ տանն եք։ Հա, ինձ հաջողվեց Հորքուրին համոզել, որ տուն վերադառնան։ Իսկ քեզ մամ ուզում եմ խնդրել, որ այլևս չնեղացնես նրան։ Մի կերպ երախու հարցերից ազատվեցի։ Անընդհատ հարցնում էր քո Լիլիթի հետ կապված։ Դու կիմանաս։ Լիլիթը ինչի համար է եկել։ Ես ինչ իմանամ ինչի է եկել։ Ու այդպես մի նայի։ Լավ։ Իսկ ինքը չասես, թե ինչի է եկել։ Պատկերացրու չասեց։ Ուրախ եմ, որ նորից տանն ես։ Չկարողացա երախուն մերժել։ Ես չէի պատկերացնում, որ մեր փոքր վեճից դու կթողես ու կգնաս տնից։ Չնայած երևի պիտի ենթադրեի Լիլիթն է չէ եկել։
նենց չես ների։ Որովհետև ինձ դավաճանի պես են պահել։ Եվ ինչպես ներես, երբ ոչ մի արդարացում չունեմ։ Այդ այս էլի մանկությունը տես հիշել։ Դե ով նեղացնում էր գալիս էի մոտդ։ Դու էլ ինձ բոլորից պաշտպանում էիր։ Ով չգիտի, որ դու իմ համար ուրիշ ես։ Կարևորը ես գիտեմ, պապի ջան։ Դրա համար էլ ստեղ եմ։ Այդ տղա, ով է քեզ նեղացրել, խաթրիդ ով է կպրել։ Հենրի Շախոց։ Պապի, ճիշտն ասա, ես քո միակ տղա թորն եմ, դրա համար ես ինձ սենց շատ սիրում։ Հա, տղա ջան, էդ էլ կա, բայց ես կուզենամ, որ հերդ ու Անան եւս մի տղա թոր պարգևեն ինձ։ Շախուսների գերդաստանը պետքա շատանա։ Վատ բան չես ասում, գիտես։ Հերս մերս էլ ջայել են։ Ինչ կլինի, որ։ Նա դու ինձ ինչ է։ Ասում ես էլի։ Հերս փոխանակ քեզ էլի մի տղա թոր պարգևի, լարվելա հետևիցս։ Բան չհասկացա։ Պապ ջան, ցավդ տանեմ։ Հանկարծ նենց չստացվի, որ եկել եմ հորիցս բողոքում եմ։ Տղա ջան, չի կարող նման բան լինի։ Նախ ես դա թույլ չեմ տա, առաջին հերթին։ Երկրորդ հերթին, քո հերը միշտ իր տեղն ունի ու իր բարձունքի վրա է։ Բան չասեցի։ Չնայած չեմ էլ կարա ասեմ։ Դու էլ գիտես, որ հերս իմ համար մեծություն է։ Բայց Պապան ինձ օր ու արև չի տալիս։ Կոնկրետ լարվելա հետևիցս։ Էլ այդ բազմաղբյուրի դպրոցի գործով։ Ահա։ Բայց հիմա դպրոցը մեզնով անելու մտքից հրաժարվել եմ։ Բա ինչ ուզում։ Հիմա էլ ասում է, այդ աղջկանից հեռու մնա։ Ինչ աղջիկ։ Դե ավակի։ Այն դպրոցի դիրեկտորի աղջկա մասին է խոսքը։ Դու իրանով հետաքրքրված ես։ Դե կա տենց բան։ Դե տղա ջան, եթե սիրտդ կպել է, դու գնա իրանով զբաղվի։ Ես էլ հորովդ կզբաղվում այդ թողից վրա։ Մեծացա շան տղա։ Չեմ խանգարում։ Չէ, Մերի ջան, արի։ Արի նստի։ Ինչ-որ բան կա օգնելու։ Չէ, ոչինչ բան։ Իմ առօրյա աշխատանքը, կարող է մի հատ սուրճ խմենք։ Չէ, մերսի։ Համել չեմ ուզում աշխատանքից ձեզ կտրել։ Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում, որ աշխատանքի ժամին սրճում են, բայց մեկ-մեկ ստացվում է, որ չես դիմանում։ Գիտեմ, ծանոթ երևույթ է։ Այսօր կգաս մեր տուն, ես դու Անգելինան, անպայման կսրճենք։ Համել այսօր Անգելինայի սիրած խմորեղենն եմ պատրաստել։ Ուղղակի Անգելինան շատ է փոխվել։ Փոխվել է։ Չէ, Մերի ջան։ Ինձ թվում է, այդ տղան շատ վատ է անդրադառնում Անգելինայի վրա։ Չեմ հասկանում, ինչ տղայի մասին է խոսքը։ Տիկին Վիկտորիա, դուք չեք նկատել, որ Անգելինայի ու քաղաքի տղայի դե Հենրիի միջև ինչ-որ հարաբերություններ են զարգանում։ Բայց դու ինչից ենթադրեցիր, ինչ կապ ունի Անգելինան այդ տղայի հետ։ Դե մի քիչ առաջ ես իմ աչքով եմ տեսել նրանց միասին։ Հետո ինչ որ տեսար։ Ենթադրում ես, որ ինչ որ հարաբերություններ ունեն։ Եթե դուք էլ տեսնեիք, դուք էլ տենց կմտածեիք։ Այսում է հերթական անգամ այդ տղան եկել է այս դպրոցի հարցերով, Անգելինան էլ փորձել է զրուցի, որ ավակի հետ չհանդիպեն, ուղղակի կանխել է իրանց հանդիպումը, այդքան բան, դու ուրիշ բան էի մտածի։ Ուղղակի տիկին Վիկտորիա, ես սովորական հարաբերությունները ջերմ հարաբերություններից կարողանում եմ տարբերել։ Ու պատահական չի, որ Անգելինան մերժեց եղբորս։
Մոսկվայից նորություն ունես, որ սենց շտապ տրանչեցիր։ Չէ։ Եթե երեխից հեռումն է։ Ինչ երեխա։ Հերից։ Էլի եկե բողոքվել, հա։ Չփոխվեց էլի, չմեծացավ։ Որտեղ լը մետ կես իշի։ Իրա տարիքում դու կես իշի։ Աննային տեսնելուց արդեն գլուխդ կորցնում էիր, Բագրատ այս պատերի տակից տուն չէիր գալի, ծնորվել էիր։ Լավ կլիներ դու էլ են ժամանակ արգելքներ դնեիր։ Հիմա գոնե երջանիկ կլինեի։ Ինչի։ Աննայի պես կին ունես, ինչի ես դժգոհում։ Բա դու իրոք չես տեսնում ինչա կատարվում, թե նախընտրում ես կույր ձևանալ։ Այդ դա ձեր մասին հետո։ Հիմի թորանս մասին են խոսում։ Թորանդ մասին խոսալու բան չկա, թող այդ աղջկանից հեռու մնա եւ վերջ։ Արի փակենք այս թեման։ Տեն չի լինի, տղա ջան։ Ես քո համար Հենրին չեմ, որ ասես ու անցնես առաջ։ Նախ դու ինձ պետքա բացատրություն տաս։ Ինչի համար իմ թորը չպետք է հանդիպի այդ աղջկա հետ։ Տենց է պետք։ Բացատրություն մի պահանջի։ Թող այս անգամ ես որոշեմ, որն է ճիշտ իմ երեխու համար։ Քո երեխան իմ թորը կհանդիպի այդ աղջկա հետ ու ես կօգնեմ։ Ուրեմն ես կհայտնվեմ բարիկադի մյուս կողմում։ Այդ դեպքում քեզ ի՞նչն է վախեցնում։ Ինչ ես դու տենց սարսափած այդ գյուղից։ Հենրին էլ հեռու է սպառում այդ աղջկանից։ Ես զգում եմ։ Ես ինչ-որ բան զգում եմ, բայց չեմ կարող հասկանամ, թե ինչա կատարվում, ինչ-որ գաղտնիք կա։ Երբ որ մենք ամուսնացանք, Աննան աղի էր։ Բայց ոչ ինձնից։ Աննան այդ երեխան ունեցավ։ Բայց ես չկարողացա հանդուրժել այն փաստը, որ ուրիշի երեխան իմ տանը պետք է մեծանա ու ամեն անգամ իրան նայելուց ես կհասկանամ, թե ինչքան ուժեղ է Աննայի ու այդ տղու սերը։ Ու ամեն անգամ կիմանամ, որ անինքնասեր եմ։ Ես այդ երեխուն տարա բազմախբիր ու տվեցի հավաքի։ Իսկ դու ասում ես սիրեն ու սիրել։